Ֆինանսների կառավարումն իրականում հեշտ գործ չէ։ Թվում է, ստացանք աշխատավարձը, ամեն ինչ հաշվարկել ենք, մեկ էլ կյանքում մի անսպասելի իրադարձություն է տեղի ունենում ու հասկանում ենք, որ ինչ-որ մի բան այդքան էլ լավ չէինք հաշվարկել։ Նման դեպքերի համար ժամանակի ընթացքում մշակվել են պարզ և արդյունավետ մեթոդներ, որոնցից այսօր մենք կարող ենք օգտվել։ Օրինակ, ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ և ֆինանսական գրքերի հեղինակ Էլիզաբեթ Ուորենն առաջարկել է 50-30-20 մոդելը, որն արդեն աշխարհով մեկ դարձել է անձնական բյուջեի կառավարման դասական տարբերակ։ Մեր գումարի 50%-ն ուղղում ենք անհրաժեշտ ծախսերին՝ տան վարձակալություն, սնունդ, կոմունալներ, տրանսպորտ։ 30%-ը, այսպես ասած, ժամանցային կամ ընթացիկ կարիքներին՝ արձակուրդներ, ռեստորաններ, գնումներ, և մնացած 20%-ը պարտքերի մարմանը և խնայողություններին, ապահովագրելով մեր ապագան։ Ասեմ, որ խնայողությունները կարող եք պահել ավանդների տեսքով, իսկ մենք ունենք ավանդների հիանալի տարբերակներ, օրինակ, ճկուն ավանդը, որի տրամադրման պայմաններն իր անվան պես ճկուն են, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ հաջորդ հրապարակումներում։